Ես ճիշտ ասած չեմ հասկանում որն է կապը ձերբակալել Սամվել Կարապետյանին, որպիսի իբր հետ բերել ազգայնացնել հեծը։ Չէ, եթե դուք ինձ հարցնեք, այո, ես համարում եմ, որ կարևոր ռազմավարական օբյեկտները պետք է լինի յուրաքանչյուր պետության վերահսկողության տակ։ Այո, ես համարում եմ, որ Հայաստանի ռազմավարական կարևորագույն օբյեկտները եւ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտները պետք է լինեն Հայաստանի վերահսկողության տակ։ Բայց հասկանանք, թե ինչու է այնպես եղել, որ հեծը հայտնվել է Սամվել Կարապետյանի ձեռքում։ Ինչա, Սամվել Կարապետյանը բիզնես շահ է փնտրել այդ ուրեմն գործում, այդ գործարքի մեջ, հա, եւ հեծում ինքը ինչ որ բիզնես շահ է փնտրել։ Իրականում հեծը շատ վատ վիճակում էր, ճգնաժամային իրավիճակում էր, հիշենք այն ժամանակները, երբ Սամվել Կարապետյանը վերցրեց, ստանձնեց այդ գործը եւ ինչ վիճակում էր գտնվում հեծը։ Այո, եւ տարիներ շարունակ էլեկտրաէներգիայի գումարները, ես նկատի ունեմ այն սակագները, որոնք որ երկար ժամանակ քիչ թե շատ կայուն էին մեր համար, սպառողների համար, դա տեղի ունեցել նրա համար, որտեղ Սամվել Կարապետյանը ներդրումներ է արել այդ ոլորտում։ Եւ հենց խնդրել են Սամվել Կարապետյանին, որ ինքը ստանձնի այդ պատասխանատվությունը։ Այնպես չի եղել, որ Սամվել Կարապետյանի նման մասշտաբային գործարարը, որը մտնում է Forbes-ի ցուցակի մեջ եւ Ռուսաստանում գեր հարուստ մարդ է եւ ամենահարուստ հայրն է աշխարհում, փնտրում էր ինչ որ շահ հեծում, հա։ Ես սա հստակ է։ Եվ հիմա հարց եմ ուզում տամ իշխանություններին. կա արդյոք ուրեմն այլընտրանքային հնարավորություն հեծը պահելու այնպես, երբ որ ազգայնացվի, որ Հայաստանի վերահսկողության տակ լինի, որտեղ ես տենց եմ տեսնում ազգայնացնել հեծը եւ նման օբյեկտները, ոչ թե վերցնել Սամվել Կարապետյանի ձեռքից ու տալ օրինակ ամերիկացիներին կամ եվրոպացիներին։ Ես կողմ եմ, որ լինի Հայաստանի վերահսկողության տակ, բայց արդյոք դա հնարավոր է, արդյոք Հայաստանը կարող է այսօրվա պայմաններում պահել հեծը իր ֆինանսական կարողությունների շրջանակներում։ Ես վստահ չեմ։ Եթե պետք է հեծը վերադարձվի, ազգայնացվի եւ դա մարդիկ իրենց գրպանից վճարեն, շատ ավելի մեծ սակագներ էլեկտրաէներգիա եւ էլեկտրաէներգիան պետքա թանկանա, ապա մարդիկ հնարավորություն չունեն դա անելու։ Եթե պետք է գնանք էլի արտաքին պարկը շեշտակի աճեցնենք, միջազգային կառույցներից վերցնելով այդ գումարները, դա էլ է անընդունելի, որտեղ Նիկոլ Փաշինյանի օրոք ամենաշատ արտաքին պարկը հենց աճել է Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այս սրանք հարցեր են, որոնք էմոցիոնալից դուրս են, պետք չի էմոցիոնալ նայել։ Այո, մենք էլ ենք կողմ, որ ամեն ինչ ազգայնացվի, ամեն ինչ լինի Հայաստանի վերահսկողության տակ, բայց այնպես չի, որ Սամվել Կարապետյանը